Սեփական հարսանիքի օրը հղի կինը դաժանորեն հրում է ամուսնու կողմից, բոլորի աչքի առաջ։ Սիրո տոնակատարությունը վերածվում է լռությամբ, հարմարությամբ ծածկված սկանդալի։ Բայց այդ հրումը միայն սկիզբն էր հեղափոխության, որը ոչ ոք չէր կարող կանգնեցնել։ Հյուրանոցը Երան Պալասի դահլիճը փայլում էր բյուրեղապակյա ջահերի տակ։ Մարինե Անդրեասյանը 10-րդ անգամ էր հարմարեցնում ֆրանսիական ժանյակե քողը, դիտելով իր արտացոլանքը մասնավոր սրահի հայելու մեջ։ Բարձրակարգ դիզայներական զգեստը, որը պատվիրված էր անմիջապես Երանի լավագույն դիզայներական տներից, անթերի կերպով գրկել էր նրա մարմինը, հմտորեն թաքցնելով փոքրիկ կորությունը, որը սկսում էր ձավորվել նրա փորի վրա։ Հղիության 4 ամիսը դեռ թույլ էր տալիս այդ զուսպ վիճակը, նա երախտապարտ էր դրա համար։ Ոչ թե ամոթից, այլ որովհետև գիտեր, որ այդ օրը իր կամ երեխայի մասին չէր։ Այն Թավարյանների ընտանիքի կերպարները պահպանելու, Սիրավեպի քողի տակ գործարար դաշինքներ ամրապնդելու մասին էր։ Դուռը բացվեց, Սեսիլիա Թավարյանը ներս մտավ զսպված փոթորիկի պես, ամբողջովին էլեգանտ հաշվարկված սառնությամբ։ Մարինեի զոքանչը քննադատական հայացքով ուսումնասիրում էր յուրաքանչյուր մանրուք, փնտրելով անկատարություններ, որոնք կարող էին բծել արարողության պատկերը, որը նա ինքն էր մանրամասնորեն կազմակերպել։ Սեսիլիա, դուք շատ գեղեցիկ եք, մեկնաբանեց Մարինեն, փորձելով թուլացնել լարվածությունը, որը միշտ կախված էր նրանց մեջ։ Զգեստը կատարյալ է, պատասխանեց Սեսիլիան, առանց հարսին նայելու, կենտրոնացած քողի ընկնելու վրա։ Հիշեք ժպտալ տեսախցիկներին, բայց մի չափազանցեք։ Մամուլը ամբողջությամբ դրսում կլինի։ Վաղվա տնտեսական թերթի կես էջն արդեն ամրագրված է լուսանկարների համար։ Մարինե, դուք հասկանում եք այս օրվա կարևորությունը, այնպես չէ՞։ Մարինեն պարզապես գլխով արեց, զգալով այդ բառերի ծանրությունը, որոնք հարցեր չէին, այլ քողարկված հրամաններ։ Վերջին 6 ամսվա ընթացքում, այն պահից, երբ նա հայտարարեց Ռաֆայել Թավարյանի հետ նշանադրության մասին, նրա կյանքը դարձել էր հրահանգների, ակնկալիքների չգրված կանոնների հաջորդականություն։ Սերը, որը նա պատկերացրել էր գտնել համալսարանում ծանոթացած տղամարդու կողքին, վերածվել էր բոլորովին այլ բանի։ Ռաֆայելը փոխվել էր, կամ գուցե նա երբեք նրան իսկապես չէր ճանաչել։ Ամեն ինչ կարգին է, Մարինե։ Բեատրիսի մեղմ ձայնը որոշակի հարմարավետություն բերեց։ Նրա լավագույն ընկերուհին ճարտարապետական ֆակուլտետի տարիներից մտավ սրահ, ձեռքին սպիտակ վարդերի շուշանների ծաղկեփունջ։ Ես լավ եմ, Բիա, ստեց Մարինեն, ստիպելով իրեն ժպտալ։ Պարզապես նյարդային եմ, ինչպես ցանկացած հարս պետք է լինի։ Բեատրիսը բավականաչափ ճանաչում էր իր ընկերուհուն, որպեսզի նկատեր թաքնված տխրությունը այդ շագանակագույն աչքերի հետում, բայց դա առճակատման պահը չէր։ Նա ականատես էր եղել Մարինեի նուրբ փոփոխություններին ամիսների ընթացքում։ Այն, թե ինչպես էր նա դարձել ավելի հանգիստ, ավելի զսպված, կարծես մշտապես չափելով իր խոսքերն ու գործողությունները։ Մարինեին միշտ բնորոշ ինքնաբուխությունը աստիճանաբար փոխարինվել էր մշտական զգուշությամբ։ Դուք շողշողուն եք, ասաց Բեատրիսը, մեղմորեն սեղմելով ընկերուհու ձեռքը։ Եվ շուտով կունենանք մի երեխա, որին կփայփայենք։ Խնդրում եմ, Բեատրիս, կտրուկ ընդհատեց Սեսիլիան։ Մի անդրադարձեք այդ թեմային այսօր։ Հղիությունը արարողության պաշտոնական սցենարի մաս չէ։ Երբ ժամանակը հարմար լինի, համապատասխան հայտարարություն կանենք։ Մարինեն զգաց, թե ինչպես են այտերը կարմրում։ Սեսիլիան ի սկզբանե հասկացրել էր, որ հղիությունը ամուսնությունից առաջ, թեկուզ Ռաֆայելը լիներ հայրը, շեղում էր իդեալական արարողակարգից։ Նախապատրաստական շաբաթների ընթացքում զոքանչը պնդել էր զգեստների վրա, որոնք կքողարկեին հղիության ցանկացած նշան, սահմանել էր սննդի սահմանափակ ժամեր, կանխելու համար, որ Մարինեն անհարկի քաշ հավաքի, արգելել էր երեխայի մասին ցանկացած հրապարակային հիշատակում մինչ մեղրամիսը։ Դրան թակոցը ազդարարեց Ռաֆայելի մուտքը։ Նա ներս մտավ, առանց պատասխանի սպասելու, անթերի իր իտալական սմոքինգով, մուգ մազերը կատարյալ սանրվածքով, հաշվարկված ժպիտով, որը նա օգտագործում էր տեսախցիկների ներդրողների համար։ 32 տարեկանում Ռաֆայել Թավարյանը մարմնավորում էր այն ամենը, ինչ Երանի գործարար վերնախավը ակնկալում էր ժառանգից։ Կառավարման կրթություն ՀՊՏ-ից, մագիստրոսական աստիճան Մոսկվայից, 4 լեզուների իմացություն կազմակերպված ամուսնություն, որն էլ ավելի կամրապնդեր ընտանիքի կայսրությունը շինարարության ոլորտում։ Իմ հարսնացուն, ասաց նա, թեթակի համբուրելով Մարինեի ճակատը։ Պատրաստ եք մեծ պահին։ Նրա ձայնի մեջ ինչ-որ բան կար, որը Մարինեն չէր կարողանում լիովին վերծանել։ Քնքշություն։ Անտարբերություն։
Տիրապետում։ Վերջին ամիսներին նրանց փոխազդեցությունները դարձել էին ավելի ու ավելի մեխանիկական, կարծես նրանք կատարում էին նախապես որոշված դերեր փորձված ներկայացման մեջ։ Ես պատրաստ եմ, պատասխանեց Մարինեն, ծաղկեփունջը սեղմելով ավելի ուժեղ, քան մտադիր էր։ Ռաֆայելը արդեն դուրս էր եկել, նախքան նա կավարտեր նախադասությունը, մոր կողմից կանչվելով ողջունելու մի կարևոր գործարարի, որը նոր էր ժամանել։ Մարինեն կարճ ժամանակով մնաց մենակ Բեատրիսի հետ։ Մարինե, արարողությունից հետո պետք է խոսենք, շշնջաց Բեատրիսը, շտապ բռնելով ընկերուհու ձեռքը։ Կան բաներ, որոնք դու պետք է իմանաս։ Ոչ հիմա, Բիա, խնդրում եմ, ընդհատեց Մարինեն, նրա ձայնը լի էր հյուծվածությամբ, որը գերազանցում էր ֆիզիկական հոգնածությունը։ Պարզապես օգնիր ինձ անցնել այս օրը։ Հարսանեկան քայլերքը սկսեց արձագանքել գլխավոր սրահում։ Մարինեն խորը շունչ քաշեց, դրեց երջանկության դիմակը, որը սովորել էր այդքան լավ օգտագործել, քայլեց դեպի զոհասեղան, որտեղ Ռաֆայելը սպասում էր նրան, շրջապատված 300 ուշադիր ընտրված հյուրերով, 20 հավատարմագրված լրագրողներով, 12 տեսախցիկներով, որոնք ռազմավարականորեն տեղադրված էին գրավելու այն ամենի յուրաքանչյուր անկյունը, ինչը մասնագիտացված լրատվամիջոցների կողմից կհայտարարվեր տարվա հարսանիք։ Արարողությունն անցավ ըստ պլանի։ Խաղաղության դատավորը, Թավարյանների ընտանիքի հին ընկերը, կատարեց երդումները համապատասխան հանդիսավորությամբ։ Մարինեն կրկնեց ավանդական խոսքերը, զգալով յուրաքանչյուր վանկի ծանրությունը իր լեզվի վրա։ Երբ Ռաֆայելը մատանին դրեց նրա մատին, նա նկատեց, որ նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Արդյոք դա նյարդային վիճակ էր, թե՞ ավելին։ Նա մի կողմ շպրտեց այդ միտքը ժպտաց տեսախցիկներին, ճիշտ այնպես, ինչպես Սեսիլիան էր հրահանգել։ Հարակից սրահում տեղի ունեցող ընդունելությունն ավելի շքեղ էր, քան արարողությունը։ Ներմուծված ծաղկային կոմպոզիցիաները զարդարում էին յուրաքանչյուր սեղան, կամերային նվագախումբը դասական երաժշտություն էր նվագում, մատուցողները շրջում էին ֆրանսիական շամպայնով նրբաճաշակ կանապեներով, լիսկուտեղներով։ Մարինեն շարժվում էր սրահում ավտոմատի պես, ողջունելով հյուրերին, որոնց հազիվ էր ճանաչում, լուսանկարվելով, ընդունելով շնորհավորանքներ, որոնք կարծես փորձված լինեին։ Ռաֆայելը միշտ հեռու էր, շրջապատված գործարարներով, քաղաքական գործիչներով, քննարկելով բիզնեսը այն ժամանակ, երբ դա սիրո տոնակատարություն պետք է լիներ։ Մարինեն հեռվից դիտում էր իր ամուսնուն, նկատելով, թե ինչպես էր նա ավելի աշխույժ շինարարական պայմանագրեր քննարկելիս, քան ողջ արարողության ընթացքում։ Ռաֆայելի հայրը, Ալբերտ Թավարյանը, ընտանիքի պատրիարքը, Թավարյան։ Կոնստրուկցիոն կայսրության հիմնադիրը, ամեն ինչ դիտում էր իր կենտրոնական սեղանից, անընթեռնելի արտահայտությամբ։ 68 տարեկան Ալբերտը պահպանում էր կոշտ կեցված թափանցող հայացք, որը վախեցնում էր նույնիսկ ամենափորձառու գործարարներին։ Մարինեն միշտ զգացել էր, որ նա անընդհատ գնահատում էր իրեն, գշռելով, թե արդյոք նա արժանի էր այն ազգանվանը, որն այժմ կրում էր։ Մարինե, դուք պետք է ինչ-որ բան ուտեք, շշնջաց Բեատրիսը, հայտնվելով նրա կողքին նրբաճաշակ ափսեով։ Երեխան դրա կարիքն ունի։ Ես քաղցած չեմ, մեխանիկորեն պատասխանեց Մարինեն։ Սեսիլիան ասաց, որ շատ չպետք է ուտեմ։ Լուսանկարները։ Սա ծիծաղելի է, Մարինե։ Դուք հղի եք։ Պետք է ճիշտ սնվեք։ Բեատրիսի ձայնի անկեղծ մտահոգությունը գրեթե ստիպեց Մարինեին այնտեղ իսկ փլուզվել։ Ավելի ուշ, Բիա։ Խոստանում եմ։ Սրահի մուտքի մոտ տեղի ունեցած շարժումը գրավեց Մարինեի ուշադրությունը։ Լեոնարդո Քարտաշյանը, նրա համալսարանական հին ընկերը, ներս մտավ կնոջ ուղեկցությամբ։ Մարինեն նոստալգիայի ալիք զգաց նրան տեսնելով։ Լեոնարդոն նրա գործընկերն էր եղել տարբեր նախագծերում։ Լեոնարդո Քարտաշյանը հատում էր սրահը այն մարդու բնականությամբ, ով չէր պատկանում կերպարների խիստ արարողակարգերի այդ աշխարհին։ Մարինեն հիշում էր համալսարանական տարիները, երբ նա Լեոնարդոն ժամեր էին անցկացնում ճարտարապետական նախագծեր քննարկելով, երազելով կայուն շինությունների մասին, որոնք կարող էին փոխակերպել կարիքավոր համայնքները։ Նա ավարտելուց հետո այլ ուղի էր ընտրել, աշխատելով սոցիալական նախագծերի հետ, մինչդեռ Մարինեն Ռաֆայելի միջոցով ներքաշվել էր կորպորատիվ աշխարհ։ Մարինե, շնորհավորում եմ, Լեոնարդոն գրկեց նրան անկեղծ սիրով, ցուցադրելով զգալի հակադրություն այն պաշտոնական ողջույնների հետ, որոնք նա ստացել էր ողջ երեկոյի ընթացքում։ Դուք շատ գեղեցիկ եք։ Եվ լսել եմ, որ երեխա է սպասվում։ Սա հրաշալի է։ Մարինեն ժպտաց, առաջին անգամ այդ երեկո անկեղծ ժպիտով։ Շնորհակալություն, Լեո։ Այո, տղա եմ սպասում։
Դեռ վաղ է, բայց ես շատ ուրախ եմ։ Բեատրիսը, որը մնացել էր Մարինեի կողքին, նկատեց Ռաֆայելի արտահայտության անմիջական փոփոխությունը սրահի մյուս կողմից։ Մարինեի ամուսինը հանկարծակի ընդհատել էր իր խոսակցությունը ներդրողների խմբի հետ անհանգստացնող ինտենսիվությամբ դիտում էր տեսարանը։ Նա ճանաչում էր այդ հայացքը։ Արդեն տեսել էր այն նախկինում, այն հազվադեպ դեպքերում, երբ Ռաֆայելը զգում էր, որ Մարինեի նկատմամբ իր վերահսկողությանը սպառնում են։ Մարինե, գուցե մենք պետք է, սկսեց Բեատրիսը, բայց արդեն ուշ էր։ Ռաֆայելը արագ մոտենում էր, նրա հրապարակային ժպիտը ամուր դրված էր, բայց աչքերը բացահայտում էին բոլորովին այլ բան։ Նա ձեռքը դրեց Մարինեի ուսին մի փոքր ավելորդ ուժով, տիրապետման դրսորում, քողարկված ամուսնական սիրով։ Լեոնարդո, ինչ հաճելի է ձեզ այստեղ տեսնելը, ասաց Ռաֆայելը արհեստական ջերմությամբ։ Տեսնում եմ, որ արդեն ծանոթ եք իմ կնոջը։ Մենք համալսարանից հին ընկերներ ենք, պատասխանեց Լեոնարդոն, անտեղյակ աճող լարվածությունից։ Մարինեն լավագույն ուսանողներից էր։ Միշտ գիտեի, որ նա անհավանական բաներ կանի։ Իհարկե, իմ կինը բացառիկ է, համաձայնեց Ռաֆայելը, էլ ավելի սեղմելով Մարինեի ուսը։ Հիմա, եթե թույլ տաք, պետք է նրան ներկայացնեմ մի քանի կարևոր ներդրողների։ Մարինե։ Դա խնդրանք չէր։ Մարինեն լավ գիտեր այն տոնը, որը առարկություն չէր ընդունում։ Նա արագ հրաժեշտ տվեց Լեոնարդոին թույլ տվեց, որ Ռաֆայելը նրան հեռու տանի, նրա մատները խրված էին թի մեջ, զգեստի նուրբ գործվածքի միջով։ Ինչ եք կարծում, թե ինչ եք անում, շնջաց Ռաֆայելը, երբ բավականաչափ հեռու էին հետաքրքրասեր ականջներից։ Կանգնած այնտեղ, աշխույժ զրուցում ձեր հին համալսարանական ընկերոջ հետ, շոշափելով հղիության թեման, կարծես դա հրապարակայնորեն հայտարարելու բան լիներ։ Ռաֆայել, նա պարզապես ողջունեց ինձ։ Նա հին ընկեր է, ոչ ավելին, Մարինեն փորձեց հանգիստ պահել ձայնը, բայց զգում էր, թե ինչպես է սիրտը արագանում։ Նա ճանաչում էր նշանները։ Վերջին ամիսներին նա սովորել էր ճանաչել, թե երբ էր Ռաֆայելը պատրաստ կորցնելու վերահսկողությունը։ Ոչ ավելին։ Չտեսաք, թե ինչպես էր նա նայում ձեզ։ Եվ դուք այդպես ժպտում էիք, կարծեսը։ Ռաֆայելը հանկարծակի լռեց, նկատելով, որ որոշ հյուրեր սկսում էին նկատել վեճը։ Նա ստիպողաբար ժպտաց գլխով արեց անցնող զույգին։ Դրսում կխոսենք։ Հիմա։ Մարինեն սարսուռ զգաց իր ողնաշարի վրայով։ Ոչ, Ռաֆայել։ Ոչ այստեղ, ոչ այսօր։ Խնդրում եմ։ Բայց Ռաֆայելն արդեն քաշում էր նրան դեպի սրահի ավելի մեկուսացված տարածք, տերաս տանող դռների մոտ։ Մարինեն հուսահատորեն շուրջը նայեց, փնտրելով Բեատրիսին, Ալբերտին, ցանկացած մարդու, ով կարող էր միջամտել։ Սեսիլիան հեռվից դիտում էր, նրա արտահայտությունը ավելի շատ գրգռվածություն էր հրապարակային տեսարանից, քան մտահոգություն հարսի համար։ Դուք ինձ ամոթանք եք տալիս, Մարինե, շարունակեց Ռաֆայելը, նրա ձայնը ցածր էր, բայց լի բարկությամբ։ Մեր հարսանիքին, բոլորի առջ, դուք սիրախաղ եք անում մեկ այլ տղամարդու հետ, խոսում եք հղիության մասին առանց իմ թույլտվության, գործում եք այնպես, կարծես պատասխանատվություն չունեք այս ընտանիքի նկատմամբ։ Ես սիրախաղ չէի անում, Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները սկսում ձավորվել։ Ռաֆայել, դուք չափազանցնում եք։ Շատ եք խմում։ Սխալ էր դա ասելը։ Մարինեն տեսավ, թե ինչպես ուժեղացավ բարկությունը Ռաֆայելի աչքերում։ Նա իսկապես ավելի շատ շամպայն էր խմել, քան պետք էր, ալկոհոլը միայն ուժեղացնում էր նրա ամենավատ իմպուլսները։ Հարաբերությունների ամիսների ընթացքում Մարինեն մի քանի անգամ ականատես էր եղել այդ փոխակերպմանը։ Քարիզմատիկ ուշադիր տղամարդը, որը նրան գրավել էր համալսարանում, անհետանում էր, փոխարինվելով մեկով, ով տիրական էր, վերահսկող, ունակ հուզական դաժանության։ Հիմա դուք եք ինձ ասում, թե ինչ եմ անում, Ռաֆայելը անհումոր ծիծաղեց։ Դուք, ով ոչինչ չեք հասկանում այն զոհաբերությունների մասին, որոնք ես անում եմ, այն ճնշումների մասին, որոնց ամեն օր բախվում եմ, այս ընտանիքը վերում պահելու համար։ Մարինեն փորձեց հեռանալ, բայց Ռաֆայելը ամուր բռնեց նրա դաստակը։ Դուք ինձ ցավեցնում եք, շշնջաց նա, զգալով, թե ինչպես է խուճապը աճում կրծքի մեջ։ Ցավեցնում։ Դուք չգիտեք, թե ինչ է ցավը, Մարինե։ Ցավը այն է, երբ ստիպված ես կրել մի կնոջ, ով չի հասկանում իր տեղը, ով չի հարգում այս ընտանիքի կանոնները։ Ռաֆայելի ձայնը բարձրացավ, կորցնելով այն վերահսկողությունը, որը նա խնամքով պահպանել էր ողջ գիշերվա ընթացքում։ Մի քանի հյուրեր սկսեցին շրջվել, գրավված իրարանցումից։
Սեսիլիան արագ շարժվեց դեպի նրանք, նրա դեմքը զսպված կատաղության դիմակ էր։ Ալբերտը բարձրացավ իր աթոռից, վերջապես ուշադրություն դարձնելով այն ամենին, ինչ տեղի էր ունենում բոլորի աչքի առաջ։ Մարինե, խնդրում եմ, հիմա վերադարձեք սրահ, հրամայեց Սեսիլիան, մոտենալով զույգին։ Ռաֆայել, զսպվեք։ Տեսախցիկները։ Բայց Ռաֆայելը վերադարձի գետից այն կողմ էր։ Տարիների ճնշումները, խեղդող ակնկալիքները, կրթությունը, որը սովորեցրել էր լուծել կոնֆլիկտները տիրապետման միջոցով, գագաթնակետին հասան այդ պահին։ Նա հրեց Մարինեին, կտրուկ, իմպուլսիվ շարժում, լի կուտակված հիասթափությամբ։ Մարինեն զգաց, թե ինչպես է աշխարհը դանդաղում։ Նրա մարմինը կորցրեց հավասարակշռությունը, բարձր կրունկը բավարար աջակցություն չէր առաջարկում։ Նա ընկավ, նախ իր ազդրը հարվածելով փայլեցված մարմարե հատակին, ապա իր ուսը։ Նրա ձեռքին բռնած կարմիր գինու բաժակը դուրս թռավ ձեռքից, կարմիր հեղուկը տարածվեց սպիտակ զգեստի վրա, արյան բծի պես։ Սուր ցավ անցավ նրա որովայնով, նրա առաջին միտքը, նրա միակ միտքը երեխան էր։ Հետաց լռությունը խլացուցիչ էր։ Երաժշտությունը դադարեց։ Զրույցները դադարեցին։ 300 զույգ աչք կենտրոնացած էր տեսարանի վրա։ Մարինեն անվերջ թվացող պահ մնաց հատակին, ցնցված, փորձելով մարսել այն, ինչ նոր էր տեղի ունեցել։ Անհնար էր։ Ոչ իր հարսանիքի օրը։ Ոչ բոլորի առջ։ Ոչ այն ժամանակ, երբ նա կրում էր նրա երեխային։ Բեատրիսն առաջինն էր, ով շարժվեց, վազելով դեպի ընկերուհին, ծնկի իջնելով նրա կողքին։ Մարինե, իմ Աստված, Մարինե։ Դուք լավ եք։ Երեխան։ Մարինեն փորձեց վեր կենալ, բայց նրա որովայնի ցավը ուժեղանում էր։ Նա նայեց Ռաֆայելին, փնտրելով զղջման, մտահոգության, մարդկայնության որե նշան։ Այն, ինչ նա տեսավ, խուճապ էր, բայց ոչ թե այն բանի համար, ինչ նա արել էր նրան, այլ այն հետանքների համար, որոնք այդ արարքը կունենար նրա հեղինակության համար։ Ալբերտ Թավարյանը մոտեցավ, նրա դեմքը երկաթե զսպվածության դիմակ էր։ Ռաֆայել, գնացեք աշխատասենյակ։ Հիմա։ Նրա ձայնը անհնազանդություն չէր ընդունում։ Սեսիլիա, հոգացեք հյուրերին։ Բեատրիս, զգուշորեն շտապ օգնություն կանչեք։ Ինչ շտապ օգնություն պետք չէ, Մարինեն փորձեց բողոքել, բայց ցավի մեկ այլ ալիք կտրեց նրա խոսքերը։ Նա ինչ-որ խոնավություն զգաց ոտքերի արանքում, սարսափը համակեց նրան։ Երեխան։ Իմ Աստված, երեխան։ Սեսիլիան արագ շարժվեց, դիմելով նվագախմբի դիրիժորին շշնջալով շտապ հրահանգներ։ Երաժշտությունը վերսկսվեց, ավելի բարձր, քան նախկինում, սկանդալը խեղդելու հուսահատ փորձ։ Մատուցողները ռազմավարականորեն տարածվեցին սրահում, արգելափակելով տեսարանի տեսանելիությունը, ավելի շատ շամպայն առաջարկելով հյուրերին։ Սեսիլիան բարձրացավ մի փոքր բեմահարթակ, իր ժպիտը կատարյալ կերպով կարգավորված, հայտարարեց, որ հարսնացուն ստիպված է եղել ժամանակավորապես հեռանալ, զգեստը հարմարեցնելու համար, մի փոքր անկարոր միջադեպ։ Էրեբունի բժշկական կենտրոնը Մարինեին ընդունեց մասնավոր շտապ օգնության մուտքի միջոցով, հեռու հետաքրքրասեր հայացքներից, պատեհապաշտ տեսախցիկներից։ Բեատրիսը մնաց ընկերուհու կողքին ողջ ճանապարհին, բռնելով նրա ձեռքը, մինչ շտապօգնության մեքենան անցնում էր Երանի փողոցներով լուսադեմին։ Մարինեն հերթագայում էր սուր գիտակցության պահերի ցավի ու հուզական ցնցման հետանքով առաջացած թմրածության մեջ։ Դոկտոր Ֆերնանդո Մենդեսյանը, Թավարյանների ընտանիքի վստահելի մանկաբարձը, սպասում էր մուտքի մոտ։ Նրան անձամբ կանչել էր Ալբերտը, բացարձակ զուսպ լինելու կոնկրետ հրահանգներով։ Ֆերնանդոն լավ գիտեր Թավարյան ազգանվան ծանրությունը, դրա հետ կապված ակնկալիքները, բայց ամենից առաջ նա բժիշկ էր, նվիրված իր հիվանդների բարեկեցությանը։ Մարինեին անմիջապես տարան մասնավոր զննման սենյակ։ Բեատրիսը փորձեց ուղեկցել նրան, բայց բուժքույրը արգելափակեց նրան, հաստատակամ քաղաքավարությամբ բացատրելով, որ ընթացակարգերի ընթացքում միայն անմիջական ընտանիքի անդամներին է թույլատրվում։ Բեատրիսը բողոքեց, բայց Մարինեն, դեռ բավականաչափ գիտակից, խնդրեց ընկերուհուն սպասել դրսում։ Այդ պահին ինչ-որ բան կար, որին նա պետք է մենակ դիմակայեր։ Զննումը լիարժեք էր մանրակրկիտ։ Դոկտոր Ֆերնանդոն խնամքով շոշափեց Մարինեի որովայնը, մանրամասն հարցեր տվեց ցավի մասին, հրամայեց ուլտրաձայնային հետազոտություններ, արյան անալիզներ։ Նրա շարժումները արդյունավետ էին, բայց նրա աչքերը բացահայտում էին աճող մտահոգություն։
Մարինեն լուռ էր, պատասխանելով միայն անհրաժեշտության դեպքում, նրա հայացքը հիվանդանոցի սպիտակ առաստաղին էր հառած, մինչ լուռ արցունքները հոսում էին նրա դեմքով։ Մարինե, ես պետք է որ անկեղծ լինեք ինձ հետ, ասաց դոկտորը, վերլուծելով առաջին արդյունքները։ Անկումն իսկապես դժբախտ պատահար էր։ Մարինեն վարանեց։ Դա այն հարցն էր, որը կորոշեր այն ամենը, ինչ կհետեր։ Մեկ բառ, մեկ հաստատում, ամբողջ ճշմարտությունը կբացահայտվեր։ Բայց նա գիտեր հետանքները։ Հրապարակային ամոթանքը, ընտանեկան կերպարի ոչնչացումը, անվերջ իրավական պայքարները, ամեն ինչ կորցնելու հնարավորությունը։ Եվ դեռ նրա մի մասը, որքան էլ անհեթեթ թվար, ցանկանում էր հավատալ, որ Ռաֆայելը իրականում մտադիր չէր վնասել նրան, որ դա թուլության պահ էր, որ նա կզղջար։ Դա դժբախտ պատահար էր, պատասխանեց Մարինեն, նրա ձայնը հազիվ շշուկից բարձր էր։ Ես սայթաքեցի զգեստի վրա։ Կրունկները շատ բարձր էին։ Դոկտոր Ֆերնանդոն երկար պահ նայեց նրան, Մարինեն գիտեր, որ նա չէր հավատում։ Բայց նա դանդաղ գլխով արեց, գրառումներ անելով իր պատմության մեջ։ Մարինե, երեխան այս պահին լավ է։ Սրտի զարկերը ուժեղ են կանոնավոր։ Այնուամենայնիվ, պլացենտայի մասնակի շերտազատման նշաններ կան։ Սա նուրբ իրավիճակ է։ Դուք լուրջ բարդությունների վտանգի տակ եք, եթե չձեռնարկեք բոլոր անհրաժեշտ խնամքը։ Ինչ է դա նշանակում, Մարինեն զգաց, թե ինչպես է խուճապը նորից սեղմում իր կուրծքը։ Դա նշանակում է բացարձակ հանգիստ։ Ոչ մի ստրես, ոչ մի ֆիզիկական ակտիվություն, ոչինչ, ինչը կարող է վտանգել հղիությունը։ Ես դեղորայք կնշանակեմ իրավիճակը կայունացնելու համար, բայց Մարինե, դուք պետք է հասկանաք լրջությունը։ Ցանկացած նոր տրավմա, ֆիզիկական կամ հուզական, կարող է հանգեցնել երեխայի կորստին։ Մարինեն փակեց աչքերը, թույլ տալով, որ այդ խոսքերի իրականությունը հարվածի իրեն։ Նրա որդին, երեխան, որին նա արդեն խորապես սիրում էր, չնայած բոլոր խնդիրներին, վտանգի տակ էր Ռաֆայելի գործողությունների պատճառով։ Եվ նա ստել էր, պաշտպանելու այն մարդուն, ով առաջացրել էր այդ վտանգը։ Ես կանեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ասաց Մարինեն, բացելով աչքերը նոր վճռականությամբ։ Ամեն ինչ։ Դոկտոր Ֆերնանդոնս մի քանի րոպե անցկացրեց, բացատրելով անհրաժեշտ խնամքը, դեղորայքը, նախազգուշացնող նշանները, որոնք կպահանջեին անհապաղ վերադարձ հիվանդանոց։ Նա մանրամասն բժշկական զեկույց կազմեց, փաստաթղթավորելով ֆիզիկական տրավման, պլացենտայի շերտազատումը ներառելով տեխնիկական, բայց հստակ լեզվով, որ վնասվածքները համատեղելի էին տրավմատիկ անկման հետ։ Մարինեն չնկատեց բառերի ընտրության նրբությունը, բայց բժիշկը ստեղծում էր մի գրառում, որը անհրաժեշտության դեպքում ապագայում կարող էր ինքնին խոսել։ Երբ Մարինեն վերջապես դուրս գրվեց, արդեն ուշ գիշեր էր։ Բեատրիսը սպասում էր սպասասրահում, ընկերուհուն տեսնելով, վազեց գրկելու նրան։ Մարինե, փառք Աստծո։ Երեխան։ Այս պահին լավ է։ Բայց ինձ լիարժեք հանգիստ է պետք, Մարինեն հենվեց ընկերուհուն, վերջապես թույլ տալով իրեն մի փոքր փլուզվել։ Բիա, ես չեմ ուզում տուն վերադառնալ։ Դու ինձ մոտ կմնաս այդ դեպքում, անմիջապես որոշեց Բեատրիսը։ Գնանք վերցնենք քո իրերը։ Ոչ, ընդհատեց Մարինեն, նոր հոգնածության ալիք համակեց նրան։ Չեմ կարող։ Ռաֆայելը կգա ինձ տանելու։ Սեսիլիան արդեն ամեն ինչ կազմակերպած կլինի։ Դու գիտես, թե ինչպես է։ Եվ դա ճիշտ էր։ Երբ Մարինեն դուրս եկավ հիվանդանոցից, Թավարյանների ընտանիքի մեքենան արդեն սպասում էր։ Նրան սպասողը Ռաֆայելը չէր, այլ Ալբերտը։ Ընտանիքի պատրիարքը նստած էր Մերսեդեսի հետի նստարանին, նրա արտահայտությունն անընթեռնելի էր մեքենայի մթնշաղում։ Ներս մտեք, Մարինե, ասաց Ալբերտը, նրա ձայնը հաստատուն էր, բայց ոչ կտրուկ։ Ես ձեզ տուն կտանեմ։ Մարինեն նստեց մեքենան, Բեատրիսը պնդում էր ուղեկցել նրան, չնայած բողոքներին։ Ճանապարհն անցավ ծանր լռության մեջ։ Մարինեն դիտում էր, թե ինչպես են քաղաքի լույսերն անցնում պատուհանով, յուրաքանչյուր լուսարձակ, յուրաքանչյուր շենք, կարծես հեռավոր աշխարհի մաս լինեին, որին նա այլևս չէր պատկանում։ Ամեն ինչ անիրական էր թվում, կարծես նա դրսից դիտում էր իր սեփական կյանքը, իր սեփական ողբերգության հանդիսատեսը։ Ալբերտը վերջապես խախտեց լռությունը, երբ մոտ էին կենտրոն թաղամասի շքեղ համալիրին, որտեղ կապրեին Մարինեն Ռաֆայելը։ Մարինե, այսօր տեղի ունեցածն անընդունելի էր։ Մարինեն շրջվեց, նայելու նրան, զարմացած։
Առաջին անգամ էր, որ Թավարյանների ընտանիքից մեկը ուղղակիորեն ճանաչում էր տեղի ունեցածը։ Ռաֆայելը սահմանը հատեց։ Կարևոր չէ ճնշումը, կարևոր չեն հանգամանքները, այն բանի համար, ինչ նա արեց, արդարացում չկա։ Ալբերտը դադարեց, կարծես խնամքով կշռելով իր հաջորդ խոսքերը։ Իմ կինը կփորձի նվազագույնի հասցնել միջադեպը։ Նա ապրում է մի աշխարհում, որտեղ կերպարներն ավելի կարևոր են, քան ճշմարտությունները։ Բայց ես տեսա, թե ինչ տեղի ունեցավ, Մարինե։ Տեսա, չեմ մոռանա։ Մարինեն չգիտեր, թե ինչ ասի։ Արցունքները նորից սկսեցին ձավորվել։ Որտեղ է Ռաֆայելը։ Բնակարանում, սպասում է։ Ես խոսել եմ նրա հետ։ Երկար ու մանրամասն։ Ալբերտը ուղիղ նայեց Մարինեի աչքերին։ Բայց խոսքերը մարդկանց չեն փոխում, Մարինե։ Միայն գործողություններն են դա անում։ Եվ դուք պետք է որոշեք, թե ինչ գործողություններ եք պատրաստ ընդունել կամ չընդունել ձեր կյանքում։ Բնակարանը շքեղ էր, տրիպլեքս, լողափի տեսարանով, ձավորված հայտնի դիզայներների կողմից, յուրաքանչյուր առարկա ընտրված Սեսիլիայի կողմից, ընտանիքի կարգավիճակն արտացոլելու համար։ Մարինեն ներս մտավ այնպես, կարծես ականապատ դաշտի վրա քայլեր լիներ, յուրաքանչյուր քայլ չափված, յուրաքանչյուր զգայարան առավելագույն զգոնության մեջ։ Ռաֆայելը հյուրասենյակում էր, նստած իտալական կաշվե բազմոցին, ձեռքին վիսկիի բաժակ։ Նա անմիջապես վեր կացավ, երբ Մարինեն ներս մտավ։ Մարինե, սկսեց Ռաֆայելը, բայց խոսքերը կարծես խրված էին նրա կոկորդում։ Ոչ, ասաց Մարինեն, բարձրացնելով ձեռքը։ Ոչ հիմա, Ռաֆայել։ Ես հոգնած եմ։ Երեխան վտանգի տակ է այն բանի պատճառով, ինչ տեղի ունեցավ։ Բժիշկն ասաց, որ ցանկացած նոր սթրես կարող է լուրջ բարդություններ առաջացնել։ Այնպես որ, խնդրում եմ, պարզապես թույլ տվեք գնալ սենյակ։ Ռաֆայելը գլխով արեց, պարտված մարդու պես։ Մարինե, ես երբեք չեմ ցանկացել վնասել ձեզ։ Դուք պետք է հավատաք դրան։ Ես նյարդային էի, շատ խմել էի, այդ մարդը ձեզ այդպես էր նայում, ես պարզապես։ Ռաֆայել, խնդրում եմ, Մարինեն զգաց, թե ինչպես է հյուծվածությունը ծանրացնում իր վրա, կապարե վերմակի պես։ Վաղը կարող ենք խոսել։ Նա բարձրացավ աստիճաններով դեպի գլխավոր ննջասենյակ, յուրաքանչյուր աստիճան ցավալի նվաճում էր։ Բեատրիսը փորձել էր պնդել մնալու վրա, բայց Մարինեն համոզել էր նրան, որ ինքը լավ կլինի խոստանալով զանգահարել, եթե ինչ-որ բանի կարիք ունենար։ Հիմա, մենակ հսկայական սենյակում, Մարինեն նայեց իրեն հայելու մեջ։ Հարսանիքին հաջորդած շաբաթները Մարինեի համար գրեթե լիակատար մեկուսացման շրջան էին։ Ռաֆայելը նրան գրեթե մեկուսացրել էր բնակարանում, միշտ ողջամիտ պատճառաբանություններով։ Բժիշկը հանգիստ էր խորհուրդ տվել։ Մամուլը դեռ հետաքրքրված էր նրանց լուսանկարելով, ավելի լավ կլիներ խուսափել հրապարակայնությունից։ Մարինեն պետք է կենտրոնանար երեխայի առողջության վրա։ Յուրաքանչյուր փաստարկ տրամաբանական էր թվում անհատապես ներկայացնելիս, բայց միասին դրանք կազմում էին անտեսանելի բանդ։ Բեատրիսը փորձում էր այցելել, բայց նրա հայտնվելը ավելի ու ավելի հազվադեպ էր, միշտ վերահսկվում էր։ Սեսիլիան ամեն օր էր այցելում, ոչ թե մայրական հարմարավետություն առաջարկելու, այլ համոզվելու, որ Մարինեն հետում էր սահմանված արարողակարգին։ Առանց նախնական հաստատման սոցիալական ցանցերում հրապարակումներ չէին լինում։ Լրագրողների հետ շփում չէր լինում։ Հարսանիքի միջադեպի մասին ոչ ոքի հետ քննարկումներ չէին լինում։ Պաշտոնական տարբերակը պարզ էր տարածվել էր մամուլում։ Հարսնացուն սայթաքել էր զգեստի վրա, անլուրջ դժբախտ պատահար էր, այժմ հանգստանում էր տանը, հետելով բժշկական ցուցումներին հղիության պատճառով։ Մարինեն օրերն անցկացնում էր սենյակի պատշգամբի միջ, նայելով ծովին, առանց իրականում այն տեսնելու։ Նա զգում էր, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում, փոքրիկ շարժումներ, որոնք ամեն օր ավելի հաճախակի էին դառնում, մշտական հիշեցումներ, որ ավելի մեծ բան էր խաղի մեջ։ Իր որդին։ Իր փոքրիկ տղան, ով ամբողջովին կախված էր իրենից, գոյատելու համար։ Եվ նա պաշտպանում էր նրան, մնալով այնտեղ, հանգիստ, հնազանդ, թույլ տալով, որ տեղի ունեցածի մասին սուտը ամրապնդվի որպես պաշտոնական ճշմարտություն։ Ռաֆայելը փորձում էր ուշադիր լինել, իր ձով։ Բերում էր թանկարժեք նվերներ, որոնց Մարինեն հազիվ էր դիպչում։ Խոսում էր ապագայի մասին, թե ինչպես ամեն ինչ կատարյալ կլիներ, երբ երեխան ծնվեր, թե ինչպես նրանք գեղեցիկ ընտանիք կկազմեին։ Բայց երբեք, ոչ մի անգամ, ուղղակիորեն չէր հիշատակում այն, ինչ նա արել էր։
Չկար անկեղծ ներողություն, պատասխանատվության ճանաչում չկար։ Կարծես, չխոսելով այդ մասին, նրանք կարող էին ստիպել, որ դա երբեք տեղի չունենար։ Հյուրանոցը Երան պալասում, մինչ Մարինեն ապրում էր իր ոսկե մեկուսացումը, ինչ-որ կարևոր բան էր տեղի ունենում։ Կարեն Էդուարդ Սարգսյանը 15 տարի աշխատում էր հյուրանոցի անվտանգության պետ։ Իր կարիերայի ընթացքում ամեն ինչ տեսել էր։ Հայտնիների վերահսկողությունից դուրս գալը, քաղաքական սկանդալներ, հզոր մարդկանց ամոթալի պահեր։ Բայց այն, ինչ նա ականատես էր եղել Թավարյանների հարսանիքին, այլ կերպ էր անհանգստացրել նրան։ Գուցե այն պատճառով, որ նա Մարինեի տարիքի դուստր ուներ։ Գուցե այն պատճառով, որ տարիներ շարունակ տեսնելով, թե ինչպես են հզորները խուսափում հետանքներից, վերջապես ցանկանում էր անել մի բան, որը կարևոր էր։ Կարենը օրեր անցկացրեց իր հետ վիճելով։ Նա ընտանիք ուներ կերակրելու, հաշիվներ վճարելու, կայուն պաշտոն երկրի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկում։ Թավարյանների ընտանիքի գործերին միջամտելը կարող էր արժենալ այդ ամենը։ Բայց անվտանգության տեսախցիկների պատկերները հետապնդում էին նրա մտքերը։ Հստակ դիտավորյալ հրումը, անկումը, Մարինեի դեմքի վախը։ Եվ հետո այն ձգ, թե ինչպես բոլորը մոբիլիզացվեցին թաքցնելու, խեղդելու, բռնությունը դժբախտ պատահարի վերածելու համար։ Նա պատճենեց ձայնագրությունները։ Ոչ բոլոր տեսախցիկներից, միայն նրանցից, որոնք միջադեպը ցույց էին տալիս աներկբայորեն։ 3 տարբեր անկյուններ, որոնք կասկածի տեղ չէին թողնում այն մասին, թե ինչ էր իրականում տեղի ունեցել։ Կարենը պատճենները պահեց եսպ կրիչի մեջ, որը թաքցրեց տանը, մինչ քննարկում էր, թե ինչ անել դրանց հետ։ Պատասխանը եկավ, երբ Բեատրիսը հայտնվեց հյուրանոցում, հարսանիքից 3 շաբաթ անց։ Նա հատուկ փնտրում էր Կարենին, նրա անունը հայտնաբերելով զուսպ կապերի միջոցով։ Բեատրիսը հուսահատ էր։ Մարինեն այլս նույն հաճախականությամբ չէր պատասխանում նրա զանգերին։ Երբ նրանք խոսում էին, նրա պատասխաններում միշտ մեխանիկական բան կար, կարծես նա կարդում էր սցենարից։ Բեատրիսը գիտեր, որ իր ընկերուհուն վերահսկում էին, մեկուսացնում էին, բայց նա ապացույցներ չուներ, թե ինչպես արդյունավետորեն օգնել նրան։ Պարոն Կարեն, սկսեց Բեատրիսը, երբ վերջապես հաջողվեց նրա հետ մասնավոր խոսել։ Ես գիտեմ, որ դուք տեսել եք, թե ինչ տեղի ունեցավ հարսանիքին։ Խնդրում եմ, ինձ ձեր օգնությունն է պետք։ Իմ ընկերուհին վտանգի տակ է։ Կարենը նայեց այդ վճռական երիտասարդ կնոջը, տեսավ անկեղծ հուսահատությունը նրա աչքերում, կայացրեց իր որոշումը։ Ես ունեմ տեսանյութերը, պարզապես ասաց նա։ Անվտանգության տեսախցիկներից։ Ամեն ինչ ցույց են տալիս։ Բեատրիսը հույսի բոց զգաց իր կրծքի մեջ, առաջին անգամ շաբաթների ընթացքում։ Կարող եք ինձ պատճեն տալ։ Կարենը վարանեց։ Եթե իմանան, որ ես եմ, ես կկորցնեմ իմ աշխատանքը։ Գուցե ավելի վատ։ Ես հասկանում եմ, Բեատրիսը բռնեց նրա ձեռքերը։ Եվ ես հավերժ երախտապարտ եմ, որ դուք դա դիտարկում եք։ Բայց Մարինեին պետք են այդ պատկերները։ Նրան պետք են ապացույցներ, թե ինչ տեղի ունեցավ, որովհետև ես գիտեմ, որ նրան ստիպում են ստել, ասել, որ դա դժբախտ պատահար էր։ Խնդրում եմ։ Խոստանում եմ, որ ձեր անունը չի հիշատակվի։ Կարենը շուրջը նայեց, համոզվելով, որ մենակ են, զգուշորեն եսպ կրիչը տվեց Բեատրիսին։ Չգիտեմ, թե արդյոք դա կօգնի, ասաց նա։ Թավարյանների նման մարդիկ խնդիրներն անհետացնելու ձեր ունեն։ Բայց գուցե, գոնե, ձեր ընկերուհին իմանա, որ ինչ-որ մեկը տեսել է ճշմարտությունը։ Բեատրիսը սեղմեց եսպ կրիչը, կարծես դա աշխարհի ամենաթանկարժեք առարկան լիներ։ Շատ շնորհակալ եմ։ Իրոք։ Դուք չգիտեք, թե ինչքան է դա նշանակում։ Նույն գիշեր Բեատրիսը դիտեց տեսանյութերը։ Յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր վայրկյան հաստատում էր այն, ինչ նա կասկածում էր։ Դա դժբախտ պատահար չէր։ Դա հստակ դիտավորյալ հարձակում էր, որին ականատես էին եղել հարյուրավոր մարդիկ, բայց մերժվել էր բոլորի կողմից։ Բեատրիսը լաց էր լինում, մինչ դիտում էր, թե ինչպես է իր լավագույն ընկերուհին ընկնում, տեսնում էր ցավը նրա դեմքին, շփոթությունը, վախը։ Եվ հետո տեսավ ավելին։ Տեսավ Ռաֆայելին շուրջը նայելիս, ոչ թե մտահոգված իր կնոջ համար, որին նոր էր հրել, այլ գնահատելով, թե ով էր ականատես եղել, հաշվարկելով հեղինակությանը հասցված վնասը։ Բեատրիսը գիտեր, թե ինչ պետք է աներ հիմա։
Մարինեին պետք էր իրավական, մասնագիտական օգնություն մեկից, ով կհասկանար ոչ միայն օրենքը, այլ իշխանության վերահսկողության դինամիկան, որոնք կանանց թակարդում էին պահում նման իրավիճակներում։ Նա մտածեց մի քանի փաստաբանուհիների մասին, որոնց ճանաչում էր, բայց նրան պետք էր հատուկ մեկը։ Մեկը, ով բավականաչափ քաջ էր դիմակայելու Թավարյանների նման ընտանիքին։ Մեկը, ով չէր վախենա փողից ազդեցությունից։ Հենց այդ ժամանակ նա հիշեց դոկտոր Հելենա Ֆերոյանին։ Նրանք ծանոթացել էին տարիներ առաջ բարեգործական միջոցառման ժամանակ։ Հելենան իրավական շրջանակներում հայտնի էր իր անխոնջ աշխատանքով, պաշտպանելով կանանց ընտանեկան բռնության իրավիճակներում։ Նա չէր վախենում հզոր անուններից ուներ անհավանական դեպքերի տպավորիչ պատմություն, հաղթելով բոլոր հավանականությունների դեմ։ Եթե ինչ-որ մեկը կարող էր օգնել Մարինեին, դա Հելենան էր։ Բեատրիսը շտապ հանդիպում նշանակեց։ Հելենայի գրասենյակում, որը գտնվում էր Արաբկիր թաղամասի զուսպ շենքում, նա բացատրեց ամբողջ իրավիճակը։ Ցույց տվեց տեսանյութերը։ Խոսեց Մարինեի մեկուսացման մասին, այն մասին, թե ինչպես էր Թավարյանների ընտանիքը վերահսկում պատմությունը, իր մտահոգությունների մասին, որ սա ընդամենը շատ ավելի վատ բանի սկիզբն էր։ Հելենան լուրջ արտահայտությամբ դիտեց տեսանյութերը։ 45 տարեկանում նա բավականաչափ դեպքեր էր տեսել, իմանալու համար, թե ինչ էր իր առջ։ Խոցելի, մեկուսացված, հղի կին, թակարդում մի հարաբերության մեջ, որը միայն կվատանար։ Եվ հզոր ընտանիք, վճռականորեն պահպանելու գաղտնիքները իր հրապարակային կերպարը ցանկացած գնով։ Սա լուրջ է, ասաց Հելենան, երբ տեսանյութերն ավարտվեցին։ Շատ լուրջ։ Բայց դուք հասկանում եք, որ ես ոչինչ չեմ կարող անել առանց Մարինեի համաձայնության, այնպես չէ՞։ Նա պետք է ցանկանա օգնություն։ Պետք է պատրաստ լինի իրավական միջոցներ ձեռնարկել։ Ես գիտեմ, Բեատրիսը գլխով արեց։ Բայց նա այնքան վերահսկվող է հիմա։ Հազիվ եմ կարողանում նրա հետ խոսել։ Ինչպես օգնեմ նրան հասկանալ, որ պետք է դուրս գա այս իրավիճակից։ Հելենան խնամքով մտածեց, նախքան պատասխանելը։ Նախ, մենք պետք է անվտանգ կապ հաստատենք նրա հետ։ Հնարավորությունը ծագեց անսպասելիորեն։ Ալբերտ Թավարյանը խնդրեց մասնավոր խոսել Մարինեի հետ, ինչը հազվադեպ էր պատահում։ Նա հայտնվեց բնակարանում հինգշաբթի կեսօրին, երբ Ռաֆայելը միջազգային ներդրողների հետ կարոր հանդիպման մեջ էր, որը կտեր ժամ էր։ Սեսիլիան նույնպես բացակայում էր, այցելելով ընկերուհուն Գյումրիում։ Դա գաղտնիության հազվագյուտ պատուհան էր։ Մարինե, մենք պետք է խոսենք, ասաց Ալբերտը, նստելով հյուրասենյակի բազկաթոռին, այն ուղիղ կեցվածքով, որը երբեք չէր լքում նրան։ Առանց շեղումների, առանց ստի։ Ես գիտեմ, թե ինչ արեց իմ որդին ձեզ։ Մարինեն զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Շաբաթներ շարունակ նա ապրել էր կոլեկտիվ ստի տակ, ձացնելով, թե ամեն ինչ նորմալ է, թե իր մեկուսացումը ընդամենը բժշկական նախազգուշացում էր։ Լսելով, որ ինչ-որ մեկը, հատկապես ընտանիքի պատրիարքը, ճանաչում է ճշմարտությունը, նրան միաժամանակ թեթացած սարսափած թողեց։ Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում, ավտոմատորեն պատասխանեց Մարինեն, փորձված բառերը դուրս եկան, նախքան նա կկարողանար դրանք կանգնեցնել։ Դա դժբախտ պատահար էր։ Ես սայթաքեցի։ Ալբերտը դանդաղ գլխով արեց։ Մարինե, մի վիրավորեք ինձ այդ ստով։ Ես այնտեղ էի։ Ամեն ինչ տեսա։ Եվ ի տարբերություն իմ կնոջ, ես շահագրգռված չեմ պահպանել կերպարները ճշմարտության հաշվին։ Նա դադարեց, նրա թափանցող հայացքը հառած էր Մարինեին։ Իմ որդին հարձակվեց ձեզ վրա։ Հրապարակայնորեն։ Ձեր հարսանիքի օրը։ Եվ հիմա նրան պահում է այստեղ, մեկուսացված, մինչ բոլորը ձացնում են, թե ոչինչ չի եղել։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները սկսում հոսել։ Ինչու։ Էկ ինձ դա ասում հիմա։ Որովհետև ես դուստր ունեմ, պատասխանեց Ալբերտը, նրա ձայնը հազվագյուտ հույզ էր պարունակում։ Նա այլս ինձ հետ չի խոսում։ 15 տարի է, ինչ մենք միմյանց չենք տեսել։ Գիտեք ինչու։ Որովհետև երբ նա ինձ ասաց, որ ամուսինը վատ է վերաբերվում նրան, ես չհավատացի։ Ասացի, որ նա չափազանցնում է, որ ամուսնություններն ունեն վերելքներ ու վայրեջքներ, որ նա պետք է ավելի հասկացող լինի։ Ես ընտրեցի պաշտպանել ընտանիքի կերպարը, փոխարեն պաշտպանելու իմ սեփական դստերը։ Նա կոկորդը մաքրեց, ակնհայտորեն պայքարելով հին հույզերի հետ։
Նա լքեց երկիրը, փոխեց անունը, այլս երբեք չցանկացավ իմանալ իմ մասին։ Եվ ես նրան ընդմիշտ կորցրի իմ վախկոտության պատճառով։ Մարինեն չգիտեր, թե ինչ ասի։ Երբեք չէր պատկերացրել, որ Ալբերտը կկրեր նման զղջում, նման ցավ։ Միշտ նրան տեսել էր որպես անողոք կերպար, կենտրոնացած միայն բիզնեսի, իշխանության վրա։ Ես նույն սխալը երկու անգամ չեմ անի, շարունակեց Ալբերտը։ Մարինե, դուք պետք է դուրս գաք այս իրավիճակից։ Ձեր որդու բարօրության համար։ Եվ ես կօգնեմ ձեզ։ Ինչպես, շշնջաց Մարինեն։ Ռաֆայելը երբեք ինձ չի թողնի գնալ։ Սեսիլիան ամեն ինչ կանի կերպարները պահպանելու համար։ Ես գնալու տեղ չունեմ, սեփական միջոցներ չունեմ։ Ամեն ինչ նրա անունով է։ Դուք ավելի շատ միջոցներ ունեք, քան պատկերացնում եք, Ալբերտը առաջ թեքվեց։ Նախ, կան մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել ձեզ։ Ձեր ընկերուհին Բեատրիսը փնտրում էր ձեզ հետ կապ հաստատելու ուղիներ։ Նա աշխատում է մի փաստաբանի, դոկտոր Հելենա Ֆերոյանի հետ։ Ճանաչում եք այդ անունը։ Մարինեն բացասականորեն գլխով արեց։ Հելենան մասնագետ է ձեր նման դեպքերում։ Նա պատրաստ է օգնել ձեզ իրավական գործնական առումներով։ Եվ ես կտրամադրեմ անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Մի հաշիվ ձեր անունով, ամբողջովին առանձնացված Թավարյանների ընտանիքի ֆինանսներից։ Դուք կունենաք ֆինանսական անկախություն, Մարինե։ Կկարողանաք ձեր սեփական ընտրությունները կատարել։ Ինչու՞։ Դուք դա կանեիք, Մարինեն դեռ լիովին չէր կարողանում հավատալ այն ամենին, ինչ լսում էր։ Դուք Ռաֆայելի հայրն եք։ Դուք օգնում եք ձեր սեփական որդու դեմ։ Դա իմ որդու դեմ չէ, ուղղեց Ալբերտը։ Դա ձեր իմ թոռան համար է։ Եվ գուցե, ինչ-որ չափով, դա նա Ռաֆայելի համար է։ Նա պետք է բախվի իր արածի իրական հետանքներին։ Պետք է հասկանա, որ գործողությունները հետանքներ ունեն։ Իմ կինը ես նրան մեծացրել ենք մի փուչիկում, որտեղ նա երբեք ստիպված չի եղել պատասխան տալ իր սխալների համար։ Դա նրան չի օգնել, Մարինե։ Ստեղծել է մի մարդու, ով կարծում է, որ կանոններից վեր է, ով կարող է վերահսկել, մանիպուլացնել առանց հետանքների։ Սա պետք է դադարի։ Մարինեն նայեց իր ձեռքերին, դրված իր որովայնի վրա, որն ամեն օր աճում էր։ Նա զգում էր, թե ինչպես է երեխան շարժվում, փոքրիկ բռունցքներ հարվածներ, որոնք մշտապես հիշեցնում էին նրան, որ մի կյանք կախված էր իր որոշումներից։ Ինչպիսի՞։ Մայր կլիներ, եթե թույլ տար, որ իր որդին մեծանար, տեսնելով բռնությունը նորմալացված։ Ինչպիսի՞։ Օրինակ կտար, եթե լուռ մնար։ Ինչ պետք է անեմ, հարցրեց Մարինեն, նրա ձայնը ստացավ մի հաստատակամություն, որը չուներ շաբաթներ շարունակ։ Ալբերտը առաջին անգամ ժպտաց, մի փոքր, բայց անկեղծ ժպիտ։ Նախ, համաձայնեք հանդիպել Հելենայի հետ։ Նա կբացատրի ձեր իրավական տարբերակները։ Կան հյուրանոցի անվտանգության ձայնագրություններ, որոնք հստակ ցույց են տալիս, թե ինչ տեղի ունեցավ։ Դրանք անվիճելի ապացույցներ են։ Տեսանյութեր կան, Մարինեն թեթացման սրտխառնոցի խառնուրդ զգաց։ Անթիվ անգամներ վերջին շաբաթների ընթացքում նա կասկածի տակ էր դրել իր սեփական հիշողությունները, մտածելով, թե արդյոք չէր չափազանցնում, արդյոք դա իսկապես այնքան լուրջ էր, որքան հիշում էր։ Կոնկրետ ապացույցներ ունենալը հաստատում էր նրա փորձը, բայց նա ստիպում էր նրան աներկբայորեն առերեսվել իրականությանը։ Այո։ Հյուրանոցի մի աշխատակից, քաջաբար պետք է ասեմ, պատճեններ է արել դրանք հանձնել ձեր ընկերուհուն, Բեատրիսին։ Ալբերտը վեր կացավ, պատրաստվելով հեռանալ։ Վաղը կեսօրին Սեսիլիան կլինի բարեգործական միջոցառմանը, որը կտի ժամեր։ Ռաֆայելը հանդիպում ունի աուդիտորների հետ, որը չի կարող չեղարկել։ Դա անվտանգ պատուհան կլինի։ Հելենան զգուշորեն կգա այստեղ։ Դուք կկարողանաք մասնավոր խոսել։ Պատրաստ եք ընդունել նրան։ Մարինեն խորը շունչ քաշեց, զգալով, կարծես անդունդի եզրին լիներ։ Այդ քայլն անելը նշանակում էր հրապարակայնորեն ընդունել այն, ինչ տեղի էր ունեցել։ Նշանակում էր իրավական պայքարներ, լրատվամիջոցների ուշադրություն, պոտենցիալ կորցնել այն ամենը, ինչ նա գիտեր։ Բայց մնալը նշանակում է շարունակել ապրել ստի մեջ, շարունակել թակարդում մնալ, շարունակել թույլ տալ, որ վախը վերահսկողությունը թելադրեն իր որդու կյանքը։ Ես կլինեմ, ասաց Մարինեն, այդ խոսքերն արտասանելիս նա զգաց, թե ինչ-որ բան փոխվեց իր ներսում։
Քաջության մի փոքրիկ բոց, որը նա կարծում էր մարել էր, սկսեց նորից բորբոքվել։ Հաջորդ կեսօրին, ինչպես Ալբերտը խոստացել էր, Մարինեն մենակ էր, երբ դռան զանգը հնչեց։ Նա բացեց դուռը, տեսնելու մոտ 45 տարեկան մի կնոջ, մուգ մազերը հավաքված էլեգանտ կապոցում, հագին մուգ կապույտ կոստյում, ձեռքին կաշվե պայուսակ։ Նրա աչքերը բարի էին, բայց վճռական, դրանցում կար մի հասկացողություն, որը բառեր չէր պահանջում։ Մարինե, ես Հելենա Ֆերոյանն եմ։ Ձեր ընկերուհի Բեատրիսը պատմեց ինձ ձեր իրավիճակի մասին։ Կարող եմ ներս մտնել։ Խնդրում եմ, Մարինեն հետ քաշվեց, թույլ տալով Հելենային ներս մտնել։ Նրանք տեղավորվեցին հյուրասենյակում, Մարինեն տարօրինակ կերպով նյարդային էր զգում, կարծես պատրաստվում էր հատել մի գիծ, որից հետադարձ չկար։ Մարինե, ես գիտեմ, որ սա դժվար է, սկսեց Հելենան մեղմ, բայց պրոֆեսիոնալ ձայնով։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այն ամենը, ինչ մենք կխոսենք այստեղ, խիստ գաղտնի է։ Ես այստեղ եմ օգնելու ձեզ, ոչ թե դատելու կամ ճնշելու ձեզ։ Դուք վերահսկում եք բոլոր որոշումները։ Իմ դերը ձեզ տեղեկացնելն է ձեր տարբերակների մասին, աջակցել ձեզ ձեր կայացրած ընտրություններում։ Մարինեն գլխով արեց, գնահատելով Հելենայի ուղղակի, բայց հարգալից մոտեցումը։ Նախ, պետք է հարցնեմ։ Անմիջականորեն անվտանգ եք։ Ռաֆայելը ուղղակիորեն սպառնացել է ձեզ միջադեպից հետո։ Ոչ ուղղակիորեն, Մարինեն խնամքով պատասխանեց։ Բայց վերահսկողությունը մշտական է։ Նա վերահսկում է իմ հեռախոսը, ամեն ժամանակ գիտի, թե որտեղ եմ, սահմանափակում է իմ փոխազդեցությունները։ Դա նման է ոսկե վանդակում ապրելուն։ Հելենան գրառումներ էր անում, մինչ Մարինեն խոսում էր։ Իսկ երեխան։ Ինչպես է նրա առողջությունը։ Դոկտորն ասաց, որ հիմա ամեն ինչ կայուն է, բայց ցանկացած նոր ստրես կարող է վտանգավոր լինել։ Մարինեն բնազդաբար դիպավ իր որովայնին։ Սա այն պատճառներից մեկն է, թե ինչու եմ այդքան վախենում որևէ բան անելուց։ Իսկ եթե Ռաֆայելին դիմակայելը վտանգի տակ դնի երեխային։ Դա վավեր մտահոգություն է։ Հելենան հաջորդ 2 ժամը ծախսեց, մանրամասն բացատրելով Մարինեի տարբերակները։ Կային պաշտպանական միջոցներ, որոնք կարող էին պահանջվել։ Կար հարձակման համար դատական հայց ներկայացնելու հնարավորություն։ Կային ֆինանսական անկախություն, երեխայի խնամակալություն ապահովելու ուղիներ։ Բայց ամենից առաջ, Հելենան ընդգծեց, կար անվտանգ դուրս գալու պլանի անհրաժեշտություն։ Ամենամեծ ռիսկը գալիս է անցումային պահերին, բացատրեց Հելենան։ Երբ վերահսկող հարաբերության մեջ գտնվող մեկը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, նա կարող է անկանխատեսելի արձագանքել։ Մենք պետք է ձեզ այստեղից դուրս բերենք այնպես, որ Ռաֆայելը ժամանակ չունենա արձագանքելու կամ կանխելու համար։ Ինչպես, Մարինեն հույս սարսափ էր զգում հավասար չափով։ Ալբերտի օգնությամբ մենք կկազմակերպենք ձեր մեկնումը մեկ այլ մարզ։ Անվտանգ վայր, որտեղ դուք կարող եք հանգիստ ունենալ, երեխային սկսել վերակառուցել ձեր կյանքը։ Մինչ այդ, մենք կպատրաստենք բոլոր իրավական փաստաթղթերը։ Երբ ամեն ինչ պատրաստ լինի, մենք կհրապարակենք ճշմարտությունը այն մասին, թե ինչ տեղի ունեցավ հարսանիքին։ Իսկ եթե Ռաֆայելը փորձի ինձ գտնել, պաշտպանական միջոցներ կլինեն։ Նա օրինականորեն չի կարողանա մոտենալ ձեզ։ Եվ Հելենան նշանակալի դադար տվեց, ես պետք է տեղեկացնեմ ձեզ, որ Ալբերտը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կտրուկ միջոցներ ձեռնարկել իր սեփական որդու դեմ։ Նա Ռաֆայելին կհեռացնի ընկերությունից, կկտրի ընտանեկան միջոցներին հասանելիությունը։ Ալբերտը հանձնառու է պաշտպանել ձեզ, Մարինե։ Մարինեն մարսեց այդ ամենը։ Դա ճնշող էր, բայց ամիսների ընթացքում առաջին անգամ նա զգում էր, որ լիովին մենակ անօգնական չէ։ Ինչու՞։ Նա դա կաներ։ Որովհետև նա սովորել է անցյալի սխալներից, մեղմ պատասխանեց Հելենան։ Եվ որովհետև ի տարբերություն իր դիրքի շատերի, նա բավականաչափ գիտակից է, իմանալու համար, որ որոշ բաներ ավելի կարևոր են, քան հեղինակությունը փողը։ Բայց Մարինե, ես պետք է որ հասկանաք, որ այս ամենը տեղի չի ունենա առանց ձեր ակտիվ որոշման։ Դուք պետք է ընտրեք դուրս գալ։ Պետք է պատրաստ լինեք դիմակայել հետանքներին, լավ-վատ։ Դա հեշտ չի լինի։ Մարինեն նայեց պատուհանից, հեռվում տեսնելով ծովը։ Նա հիշեց, թե ով էր մինչ Ռաֆայելին հանդիպելը։
Մի կին երազանքներով, հավակնություններով, ճարտարապետության մեջ խոստումնալից կարիերայով, որը նա աստիճանաբար թողել էր, քանի որ Ռաֆայելը պնդում էր, որ նրան պետք չէ աշխատել, որ նրա դերը նրան աջակցելն էր, կատարյալ կին լինելը։ Երբ էր տեղի ունեցել այդ փոխակերպումը։ Երբ էր նա դադարել ճանաչել իրեն։ Ես ուզում եմ դուրս գալ, ասաց Մարինեն, շրջվելով դեպի Հելենան։ Ես ուզում եմ, որ իմ որդին մեծանա, տեսնելով, որ վատ գործողությունները հետանքներ ունեն։ Որ բռնությունը ընդունելի չէ, անկախ նրանից, թե ով ես դու։ Ես ուզում եմ իմ կյանքը վերադարձնել։ Հելենան ժպտաց, հպարտությամբ, վճռականությամբ լի ժպիտով։ Այդ դեպքում եկեք դա անենք։ Հաջորդ շաբաթներին ամեն ինչ մանրակրկիտ պատրաստվեց։ Ալբերտը զգալի գումարներ փոխանցեց Մարինեի անունով բանկային հաշվին, Թավարյանների ընտանիքի կողմից օգտագործվող բանկից տարբեր բանկում։ Հելենան պատրաստեց բոլոր անհրաժեշտ իրավական փաստաթղթերը, ներառյալ պաշտպանական միջոցներ խնդրող դիմումները, խնամակալության միջնորդությունները, ամենակարևորը՝ հարսանիքին տեղի ունեցածի պաշտոնական բողոքը, հիմնված անվտանգության տեսանյութերի դոկտոր Ֆերնանդոյի բժշկական զեկույցի վրա։ Մարինեն շարունակեց իր սովորական առօրյան, ոչ մի նշան չտալով, որ ինչ-որ բան էր պլանավորվում։ Ռաֆայելը հուզականորեն հեռու էր մնում, թե փորձում էր ուշադիր ամուսնու կերպար պահպանել։ Սեսիլիան պարբերաբար այցելում էր, միշտ հրահանգներով, թե ինչպես պետք է Մարինեն իրեն պահեր, երբ երեխան ծնվեր, թե ինչպես պետք է հագնվեր ապագա միջոցառումների համար, թե ինչպես պետք է դաստիարակեր որդուն Թավարյանների ընտանիքի արժեքներով։ Սեսիլիայի յուրաքանչյուր այց հաստատում էր Մարինեի համոզմունքը, որ նա ճիշտ ընտրություն էր կատարում։ Այդ կինը լիովին թակարդում էր կերպարների մեջ, անկարող տեսնելու սոցիալական կոնվենցիաներից կարգավիճակի պահպանումից այն կողմ։ Մարինեն չէր ուզում այդ կյանքը իր որդու համար։ Չէր ուզում երեխա մեծացնել մի միջավայրում, որտեղ սուտը նախընտրելի էր ճշմարտությունից, որտեղ իշխանությունն ավելի կարևոր էր, քան կարեկցանքը։ Մեկնման համար ընտրված օրը շաբաթ էր, երբ Ռաֆայելը Գյումրիում կլիներ երեքօրյա գործարար կոնֆերանսի համար։ Սեսիլիան նույնպես կճամփորդեր, ուղեկցելով որդուն, օգտվելով առիթից գնումներ կատարելով Գյումրիում։ Մարինեն բնակարանը կունենար իրեն, իբր հանգստանալու համար, Սեսիլիայի վստահելի աշխատակցուհու, տիկին Հռիփսիմեի հսկողության ներքո։ Այն, ինչ Սեսիլիան չգիտեր, այն էր, որ այդ աշխատակցուհին, տիկին Հռիփսիմեն, 50 տարեկան մի կին, ով տասնամյակներ շարունակ աշխատել էր ընտանիքի համար, նույնպես ականատես էր եղել հարսանիքի միջադեպին, սարսափած էր եղել այն բանից, թե ինչպես էր այն խեղդվել։ Տիկին Հռիփսիմե, դուք վստահ եք, հարցրեց Մարինեն փախուստից նախորդող գիշերը։ Ես չեմ ուզում ձեզ համար խնդիրներ ստեղծել։ Աղջիկս, ես 5 դուստր ունեմ, պատասխանեց տիկին Հռիփսիմեն, նրա աչքերը լի էին մոլի վճռականությամբ։ Եթե նրանցից որը մեկը լիներ ձեր իրավիճակում, ես կաղոթեի, որ ինչ-որ մեկը օգներ նրանց։ Գնացեք։ Ազատ եղեք։ Մեծացրեք այդ տղային այստեղից հեռու։ Դուք կկատարեք ձեր մասը, լռելով իմ մեկնման մասին։ Տիկին Հռիփսիմեն գլխով արեց։ Ես կասեմ, որ դուք քնած էիք, երբ վերջին անգամ ստուգեցի։ Որ երբ վերադարձա, դուք գնացել էիք։ Ես չեմ ստի ավելին, քան անհրաժեշտ է, բայց նրանց համար հեշտ չեմ դարձնի ձեզ գտնելը։ Շաբաթ առավոտյան, երբ Ռաֆայելը Սեսիլիան արդեն Գյումրիում էին, Մարինեն փոքրիկ ճամպրուկ հավաքեց, միայն ամենակարևորը։ Պարզ հագուստներ, անձնական փաստաթղթեր, ընտանիքի մի քանի լուսանկար։ Նա թողեց թանկարժեք զարդեր, դիզայներական զգեստներ, այն կյանքի բոլոր խորհրդանիշները, որն այլս չէր ուզում։ Գիշերանոթի վրա նա նամակ թողեց Ռաֆայելին։ Ոչ ատելության կամ մեղադրանքի նամակ, այլ ճշմարտության։ Ռաֆայել, գրեց Մարինեն, նրա ձեռքը թեթակի դողում էր, ես հեռանում եմ, որովհետև դա ինձ պետք է։ Ինձ պետք է անվտանգություն, խաղաղություն, առողջ միջավայր մեր որդուն մեծացնելու համար։ Այն, ինչ տեղի ունեցավ մեր հարսանիքին, դժբախտ պատահար չէր, մենք երկուսս էլ դա գիտենք։ Դուք ինձ ցավեցրիք, ֆիզիկապես հուզականորեն, հետո փորձեցիք ստիպել ինձ հավատալ, որ սխալ էի, ցավ զգալով։ Ես չեմ կարող այդպես ապրել։ Մեր որդին չի կարող մեծանալ, տեսնելով նման դինամիկան որպես նորմալ։ Հուսով եմ, որ մի օր դուք կհասկանաք, թե ինչու եմ դա արել։ Հուսով եմ, որ դուք օգնություն կփնտրեք, որ կճանաչեք, որ պետք է փոխվեք։ Բայց ես չեմ կարող դրան սպասել, մինչ իմ մեր երեխայի անվտանգությունը վտանգի տակ է։ Մարինե։ Բեատրիսը սպասում էր զուսպ մեքենայում, շենքից 2 թաղամաս այն կողմ։ Երբ Մարինեն դուրս եկավ սպասարկման մուտքից, ընկերուհին վազեց գրկելու նրան։
Հաջողվեց, շշնջաց Բեատրիսը, թեթացման արցունքները հոսում էին։ Դուք հաջողվեց։ Նրանք ուղիղ օդանավակայան գնացին, որտեղ նրանց էր սպասում չվերթը դեպի Դիլիջան։ Հելենան ամեն ինչ կազմակերպել էր։ Տուն վարձակալված հաղարծինի փակ համալիրում, հեռու Երանի հետաքրքրասեր հայացքներից։ Մանկաբարձ գինեկոլոգ արդեն տեղեկացված էր դեպքի մասին։ Աջակցության ցանցը պատրաստ էր ընդունելու Մարինեին։ Թռիչքի ընթացքում Մարինեն նայեց պատուհանից, տեսնելով, թե ինչպես է Երանը ավելի ու ավելի փոքրանում ներքում։ Նա զգաց հույզերի բարդ խառնուրդ։ Թեթացում, անկայուն իրավիճակից հեռանալու համար։ Վախ, անհայտությունից, որը սպասում էր նրան։ Տխրություն, այն կյանքի համար, որը կարող էր լինել, բայց երբեք չէր լինի։ Եվ ամենից առաջ, աճող վճռականություն, որ նա ճիշտ ընտրություն էր կատարել։ Երբ նրանք վայրէջք կատարեցին Դիլիջանում, օդը տարբեր էր թվում, ինչ-որ կերպ ավելի թեթ։ Հելենան նրանց էր սպասում օդանավակայանում մի երիտասարդ կնոջ հետ, ով ներկայացավ որպես Պատրիցիա, տրավմաների մասնագետ հոգեբան։ «Բարի գալուստ, Մարինե», ասաց Հելենան, գրկելով նրան։ «Սա ձեր նոր սկիզբն է»։ Հաղարծինի տունը համեստ էր, համեմատած շքեղության հետ, որին Մարինեն սովորել էր, բայց այն ուներ մի բան, որը Երանի բնակարանը երբեք չէր ունեցել՝ խաղաղություն։ Օդային սենյակներ, առատ բնական լույսով, փոքրիկ այգի, որտեղ Մարինեն կարող էր զբոսնել, ծովափին մոտ լինելը, որտեղ ալիքների ձայնը հանգստացնում էր նրան։ Եվ ամենից առաջ, ազատություն։ Ոչ ոք չէր թելադրում նրա առօրյան, ոչ ոք չէր վերահսկում նրա շարժումները, ոչ ոք չէր ասում, թե ինչպես պետք է նա զգար կամ գործեր։ Առաջին օրերը հարմարվելու էին։ Մարինեն արթնանում էր ցնցված, սպասելով Ռաֆայելին սենյակի դռան մոտ։ Նա հարկադրաբար ստուգում էր հեռախոսը, սպասելով սպառնալից հաղորդագրությունների։ Բայց քանի որ օրերն անցնում էին առանց միջադեպերի, նա սկսեց աստիճանաբար թուլանալ։ Պատրիցիան ամեն օր այցելում էր, օգնելով Մարինեին մարսել այն ամենը, ինչ նա ապրել էր, առաջարկելով գործիքներ անհանգստության տրավմայի հետ գործ ունենալու համար։ Դիլիջան ժամանելուց 2 ամիս անց Մարինեն լույս աշխարհ բերեց առողջ տղայի։ Ծննդաբերությունը հանգիստ էր, շրջապատված Բեատրիսով, Հելենայով ուշադիր բժշկական անձնակազմով։ Երբ երեխային առաջին անգամ դրեցին նրա գրկում, Մարինեն սիրո այնքան ուժեղ ալիք զգաց, որ մի պահ մոռացավ բոլոր դժվարությունները, որոնց բախվել էր։ Այդ մուգ, հետաքրքրասեր աչքերը, այդ մանրիկ ձեռքերը, որոնք բռնում էին նրա մատը, այդ ուժեղ առողջ լացը։ Այն ամենը, ինչի համար նա պայքարել էր, արժեր այդ պահի համար։ Նա նրան անվանեց Կայո Ալբերտ Անդրեասյան։ Կայո, որովհետև նա միշտ սիրել էր այդ անունը, որը նշանակում էր ուրախություն, երջանկություն։ Ալբերտ, ի պատիվ իր զոքր հոր, ով, չնայած ամեն ինչին, քաջություն ուներ անելու այն, ինչ ճիշտ էր։ Հատկանշական է, որ նա չօգտագործեց Թավարյան ազգանունը։ Նրա կյանքի այդ գլուխն ավարտված էր։ Ալբերտը այցելեց նրան Կայոյի ծնվելուց 2 շաբաթ անց։ Պատրիարքը, միշտ այդքան վերահսկվող պաշտոնական, հալեց իր թոռանը գրկելիս։ Լուռ արցունքները հոսում էին նրա դեմքով, մինչ նա նայում էր երեխային, ով երկրորդ հնարավորություն էր ներկայացնում, այլ կերպ անելու հնարավորություն։ Նա կատարյալ է, շշնջաց Ալբերտը։ Բացարձակապես կատարյալ։ Մարինե, ես բառեր չունեմ արտահայտելու իմ զղջումը այն բանի համար, ինչ իմ ընտանիքը արեց ձեզ։ Այն բանի համար, ինչ իմ որդին արեց։ Դուք ինձ փրկեցիք, մեղմ պատասխանեց Մարինեն։ Դուք բոլորը, ովքեր քաջություն ունեին օգնելու։ Ես հավերժ երախտապարտ եմ։ Ալբերտը տեղեկացրեց, որ Ռաֆայելը ստացել է պաշտպանական միջոցների փաստաթղթերը, մինչ այդ պահը հարգում էր դրանք։ Ոչ թե որովհետև նա դա էր ուզում, Ալբերտը անկեղծ էր խոստովանելիս, այլ որովհետև դատական կարգը խախտելու հետանքները ծանր կլինեին։ Ռաֆայելը հեռացվել էր ընկերության բոլոր գործադիր պաշտոններից, նրա անձնական հաշիվները սառեցվել էին, նրա հրապարակային կերպարը ոչնչացվել էր, երբ պատմությունն անխուսափելիորեն արտահոսեց մամուլ։ Իսկ Սեսիլիան, հարցրեց Մարինեն, չնայած ամեն ինչին կարեկցանքի ցավ զգալով։ Իմ կինը, Ալբերտը խնամքով ընտրեց բառերը, առերեսվում է ճշմարտությունների հետ, որոնցից խուսափել էր ողջ կյանքում։ Դա հեշտ չէր նրա համար։ Բայց տասնամյակների ընթացքում առաջին անգամ մենք անկեղծ զրույցներ ենք ունենում։ Նա սկսում է հասկանալ այն գինը, որը մենք վճարեցինք, ամեն ինչից վեր դասելով կերպարները։ Դիլիջանում անցկացրած այդ ամիսների ընթացքում, մինչ նա խնամում էր Կայոյին, Մարինեն սկսեց ավելի լայնորեն մտածել ապագայի մասին։
Նա հաճախ էր խոսում Պատրիցիայի հետ իր փորձի մասին, այն մասին, թե ինչպես էր աստիճանական մեկուսացումը գրեթե աննկատ վերահսկողությունը մտել իր կյանք։ Այն մասին, թե ինչպես էր փոքր բռնությունների նորմալացումը հող նախապատրաստել ավելի մեծ բռնության համար։ Այն մասին, թե քանի այլ կին կարող էր նմանատիպ իրավիճակներում լինել թակարդում վախից, ամոթից կամ միջոցների բացակայությունից։ Այսպես ծնվեց հիմնադրամի գաղափարը։ Մի վայր, որտեղ կանայք կարող էին գտնել իրավական, հոգեբանական, ֆինանսական աջակցություն բռնի հարաբերություններից դուրս գալու համար։ Անվտանգ ապաստան, որտեղ նրանք կարող էին վերակառուցել իրենց կյանքը առանց դատողության կամ ճնշումների։ Մարինեն այդ գաղափարը կիսվեց Հելենայի Բեատրիսի հետ, ովքեր խանդավառությամբ աջակցեցին նրան։ Ալբերտը, երբ իմացավ, առաջարկեց զգալի սկզբնական ֆինանսավորում։ Կայոյի հիմնադրամը պաշտոնապես բացվեց տղայի ծնվելուց 1 տարի անց։ Գլխամասային գրասենյակը գտնվում էր Սանա լճի ափին գտնվող լայն հարմարավետ տանը, սենյակներով, ժամանակավորապես ապաստանելու համար կանանց, ովքեր անհապաղ պաշտպանության կարիք ունեին, գրասենյակներ, կամավոր փաստաբանների համար, սենյակներ, խմբակային անհատական թերապիայի համար, փոքրիկ խաղահրապարակ, երեխաների համար, ովքեր անխուսափելիորեն ուղեկցում էին իրենց մայրերին։ Բացման արարողությունը հուզիչ էր զուսպ, առանց շքեղության կամ ներխուժող տեսախցիկների։ Միայն այն մարդիկ, ովքեր իսկապես կարող էին։ Կարեն Էդուարդը, հյուրանոցի անվտանգության աշխատակիցը, ով տրամադրել էր կարևոր տեսանյութերը, ներկա էր։ Տիկին Հռիփսիմեն, ով օգնել էր Մարինեի փախուստին, նույնպես ներկա էր։ Դոկտոր Ֆերնանդո Մենդեսյանը, ով մանրակրկիտ փաստաթղթավորել էր Մարինեի վնասվածքները, իր բժշկական ծառայություններն անվճար առաջարկեց հիմնադրամին։ Յուրաքանչյուր ներկա անձ ներկայացնում էր քաջության կարեկցանքի ցանցի մի մասը, որը հնարավոր էր դարձրել Մարինեի փոխակերպումը զոհից փրկվածի, պաշտպանի։ Մարինեն կարճ ելույթ ունեցավ, Կայոն հանգիստ քնած նրա գրկում։ Նա երկար չխոսեց իր սեփական պատմության մասին, նա ընդամենը մեկն էր շատերի մեջ։ Նա խոսեց հույսի մասին, այն կարողության մասին, որ հավատալ, որ փոփոխությունները հնարավոր են, աջակցության համակարգեր կառուցելու անհրաժեշտության մասին, որպեսզի կանայք ստիպված չլինեն մենակ դիմակայել անհնարին իրավիճակներին։ Հիմնադրամի բացումից 3 տարի անց արդյունքները տպավորիչ էին։ Ավելի քան 200 կին ուղղակիորեն օգնություն էր ստացել։ Հարյուրավոր երեխաներ մեծացել էին ավելի անվտանգ միջավայրերում։ Կայոյի հիմնադրամը դարձել էր ազգային հենակետ, ոգեշնչելով նմանատիպ նախաձեռնություններ այլ մարզերում։ Մարինեն անխոնջ աշխատում էր, ժամանակը բաժանելով հիմնադրամի կառավարման, Կայոյի խնամքի, երբեմն ընտանեկան բռնության կանանց հզորացման մասին դասախոսությունների միջ։ Հենց այդ շրջանում Մարինեն անսպասելի նամակ ստացավ։ Այն Սեսիլիայից էր։ Զոքանչի դողդոչուն ձեռագիրը զբաղեցնում էր 3 էջ բառեր, որոնք ակնհայտորեն շատ դժվարությամբ էին գրվել։ Սեսիլիան ներողություն էր խնդրում։ Ոչ դատարկ արդարացումներով կամ արդարացման փորձերով, այլ կատարված սխալների անկեղծ ճանաչմամբ։ Նա խոստովանում էր, որ իր կյանքն անցկացրել էր, սխալ բաներ արժորելով, որ իրական մարդկանց զոհաբերել էր կատարելության կարգավիճակի դատարկ իդեալների անունից։ Նա բացահայտեց, որ թերապիա էր սկսել, որ փորձում էր հասկանալ, թե ինչպես էր դարձել մեկը, ով կարող էր անտեսել մեկ այլ մարդու ակնհայտ տառապանքը։ Ի վերջո, նա առաջարկեց օգնել հիմնադրամին, եթե Մարինեն թույլ տար, ոչ թե քավության կամ թողության համար, այլ որովհետև վերջապես հասկանում էր աշխատանքի կարևորությունը։ Մարինեն շաբաթներ ծախսեց պատասխանելու համար։ Նա խոսեց Պատրիցիայի հետ այն մասին, թե ինչ կնշանակեր Սեսիլիային նորից թույլ տալ իր կյանք, թեկուզ սահմանափակ ծով։ Ի վերջո, նա խնամքով նամակ գրեց։ Բացատրեց, որ ներումը հնարավոր է, բայց վստահությունը պետք է վերակառուցվեր հետողական գործողությունների, ոչ թե բառերի միջոցով։ Որ Սեսիլիան ողջունելի կլիներ հիմնադրամում կամավոր աշխատելու համար, սկսելով պարզ վարչական գործերից, եթե նա անկեղծորեն հանձնառու լիներ։ Որ Մարինեն չէր սպասում կամ պահանջում ընտանեկան հարաբերություն, բայց նրանք կարող էին գուցե կառուցել փոխադարձ հարգանք, հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Սեսիլիան առանց վարանելու ընդունեց պայմանները։ Նա սկսեց աշխատել հիմնադրամում շաբաթական 2 անգամ, միշտ ժամանակին, միշտ հարգելով սահմանված սահմանները։ Ժամանակի ընթացքում Մարինեն փոքր փոփոխություններ նկատեց Զոքանչի մոտ։ Սեսիլիան անկեղծ ուշադրությամբ լսում էր հիմնադրամի կողմից օգնություն ստացած կանանց պատմությունները։
Երբեմն նրա սեփական ճնշման սոցիալական ակնկալիքներին համապատասխանության փորձառությունները հայտնվում էին զրույցներում, բացահայտելով մի անձնավորության շերտեր, որոնք Մարինեն երբեք չէր տեսել նախկինում։ Նրանք ընկերներ չէին, հավանաբար երբեք չէին լինի, բայց նրանք փոխադարձ հասկացողություն մշակեցին, ծնված թերությունների անկեղծ ճանաչումից փոփոխության անկեղծ ջանքերից։ Ռաֆայելը, մյուս կողմից, հեռու էր մնում։ Նա փորձել էր, փաստաբանների միջոցով, Կայոյի համար այցելությունների ռեժիմ սահմանել։ Հելենան եռանդուն պայքարել էր դրա դեմ, պնդելով, որ Ռաֆայելը փոփոխության կամ պատասխանատվության իրական հանձնառություն չի ցուցաբերել։ Դատավորը, վերլուծելով բոլոր ապացույցները, ներառյալ հարձակման տեսանյութերը, հոգեբանական զեկույցները, համաձայնվել էր Հելենայի հետ։ Նա սահմանել էր, որ Ռաֆայելը կարող է կապ ունենալ որդու հետ միայն տարիների թերապիան ավարտելուց վարքագծային զգալի ստուգելի փոփոխություններ ցուցաբերելուց հետո։ Տարիներն անցան։ Կայոն մեծացավ սիրով, ուժով կարեկցանքով շրջապատված միջավայրում։ 5 տարեկանում նա հետաքրքրասեր բարի տղա էր, սիրված հիմնադրամի բոլորի կողմից, ովքեր նրան տեսնում էին որպես հույսի նոր սկիզբների խորհրդանիշ։ Ալբերտը հաճախ էր այցելում, նվիրված պապիկ, ով Կայոյի մեջ գտնում էր այն քավությունը, որը չէր կարողացել գտնել իր սեփական երեխաների հետ։ Մարինեն այդ փոխազդեցությունները դիտում էր երախտագիտությամբ։ Նրա որդին կունենար դրական հայրական կերպար Ալբերտի մեջ, սովորելով նրա օրինակով, որ տղամարդիկ կարող են լինել ուժեղ բարի, հզոր կարեկցող միաժամանակ։ Աշնանային մի կեսօրին, Երանը թողնելուց 5 տարի անց, Մարինեն հիմնադրամի այգում էր, դիտելով, թե ինչպես է Կայոն խաղում այլ երեխաների հետ։ Բեատրիսը նստեց նրա կողքին, երկու ընկերուհիները կիսում էին հանգստի պահը։ Դուք այդքան շատ կյանքեր փրկեցիք, մեղմ ասաց Բեատրիսը։ Ներառյալ ձերը։ Ոչ, ուղղեց Մարինեն, դեռ դիտելով, թե ինչպես է որդին ծիծաղում։ Շատ մարդիկ փրկեցին ինձ։ Կարենը, դուք, Հելենան, դոկտոր Ֆերնանդոն, տիկին Հռիփսիմեն, նույնիսկ Ալբերտը։ Յուրաքանչյուրը քաջություն ուներ ինչ-որ բան անելու, երբ ավելի հեշտ էր այլ կողմ նայելը։ Սա է այն, ինչ տարբերություն է ստեղծում, Բիա։ Ոչ թե մենակ հերոսներ, այլ մարդկանց ցանցեր, ովքեր պատրաստ են օգնելու։ Կայոն վազեց դեպի նրանց, ձեռքին բռնած մի դեղին ծաղիկ, որը նա հավաքել էր։ Մայրիկ, մայրիկ, տես, թե ինչ գտա։ Դա գեղեցիկ է, իմ սեր, Մարինեն գրկեց որդուն, շնչելով երջանիկ երեխայի թարմ հողի հոտը։ Ինչու։ Իմ անունը Կայո Ալբերտ, հարցրեց տղան, մի հարց, որը նա մի քանի անգամ տվել էր, բայց որին հիմա, ավելի մեծացած, ավելի լիարժեք պատասխան էր փնտրում։ Մարինեն նայեց որդուն, այդ աչքերը լի անմեղությամբ վստահությամբ։ Կայո, որովհետև դա նշանակում է ուրախություն, սկսեց նա։ Եվ դու իմ ամենամեծ նվերն էիր, երբ ամեն ինչ դժվար էր թվում։ Ալբերտը քո պապիկի անունն է, մի մարդու, ով սովորեց, որ ճիշտը անելն ավելի կարևոր է, քան կերպարները պահպանելը։ Դու անվանվել ես 2 կարևոր բանի պատվին, իմ որդի։ Երջանկություն, քաջություն։ Կայոն դա մարսեց 5 տարեկան երեխայի լրջությամբ։ Ես քաջ կլինեմ այդ դեպքում։ Ինչպես դու, մայրիկ։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները սկսում ձավորվել, բայց դրանք լավ արցունքներ էին։ Նա շուրջը նայեց, տեսնելով հիմնադրամի պատերը, զարդարված նոր կյանք գտած կանանց լուսանկարներով, ոգեշնչող արտահայտություններով, որոնք գրվել էին նրանց կողմից, ովքեր անցել էին բուժման գործընթացով, երեխաների նկարներով, ովքեր մեծացել էին անվտանգության մեջ։ Այդ ամենը ծնվել էր նրա տրավմայից, բայց վերածվել էր անձնական ցավից շատ ավելի մեծ բանի։ Այդ գիշեր, Կայոյին քնեցնելուց հետո, Մարինեն նստեց իր պարզ, բայց հարմարավետ տան պատշգամբում։ Ալբերտը զանգահարեց, ինչպես անում էր ամեն շաբաթ, իմանալու համար, թե ինչպես էին։ Նրան պատմեցին օրվա, հիմնադրամի առաջընթացի, ապագա պլանների մասին։ Մարինե, ասաց Ալբերտը, հեռախոսը անջատելուց առաջ, նրա ձայնը հուզմունքով լի էր։ Դուք գիտեք, որ ավելին եք փրկել, քան ձեզ ինքներդ, այնպես չէ։ Փրկեցիք իմ թոռանը, փրկեցիք իմ ամուսնությունը, ստիպելով Սեսիլիային ինձ առերեսվել ճշմարտությունների հետ, փրկեցիք հարյուրավոր կանանց հիմնադրամի միջոցով։ Բայց հիմնականում, փրկեցիք ինձ։ Դուք ինձ հնարավորություն տվեցիք ճիշտը անելու, հարգելու այն դստեր հիշատակը, որին կորցրի, լինելով այն մարդը, որը պետք է լինեի նրա համար։ Մենք բոլորս փրկեցինք միմյանց, պարոն Ալբերտ, պատասխանեց Մարինեն։ Այդպես է լինում, երբ մենք քաջություն ենք ընտրում հարմարավետության փոխարեն։ Հեռախոսը անջատելուց հետո Մարինենս մի քանի րոպե մնաց պատշգամբում, լսելով գիշերվա ձայները։
Դեռ առջում մարտահրավերներ կային, պայքարներ, որոնք պետք է մղվեին, կանայք, որոնց պետք էր օգնել։ Բայց տարիների ընթացքում առաջին անգամ Մարինեն իրեն լիարժեք էր զգում։ Ոչ թե այն բանի պատճառով, ինչ նա ապրել էր, այլ այն բանի պատճառով, թե ինչպես էր ընտրել արձագանքել։ Նա բռնությունը վերածել էր պաշտպանության, տրավման, բուժման, լռությունը, ձայնի։ Նա նայեց հեռվում գտնվող ծովի վրայի լիալուսնին, շշնջաց իրեն մի խոստում, որ նա կշարունակի պայքարել, որ երբեք չի մոռանա, թե որտեղից է եկել, որ կօգտագործի իր ձայնը միջոցները ապահովելու համար, որ այլ կանայք ունենան այն ընտրություններն ու աջակցությունը, որոնք նա ուներ։ Որ իր որդին կմեծանա, իմանալով, որ իրական ուժը գալիս է ոչ թե տիրապետումից, այլ կարեկցանքից։ Որ ընտանիքները կառուցվում են ոչ թե ստի կերպարների վրա, այլ ճշմարտության արժանապատվության վրա։ Եվ այդ հանգիստ գիշերը Դիլիջանում 5 տարի անց այն օրվանից, որը պետք է լիներ իր կյանքի ամենաերջանիկ օրը, բայց դարձավ իր մղձավանջի սկիզբը, Մարինեն վերջապես խորը քնեց, առանց վախի, առանց անհանգստության, պարզապես խաղաղությամբ։ Որովհետև նա գիտեր, իր սրտի խորքում, որ ինքը այլս զոհ չէր։ Նա փրկված էր։ Նա մարտիկ էր։ Նա ազատ էր։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Կայոյի պատմությունը խորապես տիպել է ձեր սրտերին։ Եթե դուք ճանաչում եք մեկին, ով ապրում է վերահսկողության կամ բռնության իրավիճակում, իմացեք, որ կան աջակցության ցանցեր, որոնք պատրաստ են օգնելու։ Փոխակերպումը միշտ հնարավոր է, երբ քաջություն ենք գտնում առաջին քայլն անելու համար։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երկացանք, նմանապես հրապուրիչ ոգեշնչող պատմություններով, որոնք ուսումնասիրում են մարդկային ուժը դժվարությունների դեմ։ Դուք կարող եք այն գտնել, սեղմելով այստեղ կողքին։ Եթե այս պատմությունը ձեզ հետ ռեզոնանս է գտել, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք փառաբանում են մարդկային դիմացկունությունը, քաջությունը վերակառուցելու կարողությունը։ Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում, պատմեք մեզ, թե ինչպես է Մարինեի պատմությունը ազդել ձեզ վրա։ Ձեր ձայնը կարևոր է, մենք կցանկանայինք լսել ձեր մտորումները։ Մինչ հաջորդ պատմությունը, միշտ հիշեք. դուք ավելի ուժեղ եք, քան պատկերացնում եք, երբեք մենակ չեք։